Ավետարան ըստ Ղուկասու գլուխ 15 Եվ բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին, որպեսզի լսեն նրան: Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին և ասում. Ինչու է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ: Հիսուս նրանց այս առակն ասաց. Ձեզնից ով է այն մարդը, որ երբ 100 ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի 99-ին և չի գնա կորածի հետևից մինչև որ այն գտնի: Եվ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրա խնդությամբ և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. ուրախացեք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը: Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ: Կամ ով է այն կինը, որ երբ 10 դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը փութով և չի փնտրի, մինչև որ գտնի: Եվ երբ գտնի, կկանչի բարեկամներին և հարևաններին ու կասի. ուրախացեք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը: Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է: Եվ ասաց. մի մարդ երկու որդի ուներ: Նրանցից կրտսերը հորն ասաց. Հա՛յր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը: Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում: Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին և սա ուղարկեց նրան իր ագարակը խոզեր արածեցնելու: Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերունու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկավ և ասաց. Քանի վարձու աշխատողներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն և ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու: Ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը: Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ, և մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց: Վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան: Եվ որդին ասաց նրան. Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու: Հայրը իր ծառաներին ասաց. Անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը և հագցրեք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին կոշիկներ: Բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց: Եվ սկսեցին ուրախանալ: Իսկ նրա ավագ որդին ագարակում էր: Եվ մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը: Եվ իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե այդ ինչ է: Եվ սա նրան ասաց. Քո եղբայրը եկել է և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան: Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան: Որդին պատասխանեց և ասաց հորը. Այս քանի տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ առել: Ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր: Հայրը նրան ասաց. Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ որ իմն է, քոնն է: Բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց: